Մոտնում ենք Մարաշի։ Բացեցինք։ Վաու, կարանք չխոսանք մենակ ուտենք։ Հա։ Առաջին հարցը. Եթե իրական կյանքում հանդիպեիր քո կերպարին, ընկերանայիր նրա հետ։ Ստվում է հա, որովհետև շատ լավ, շատ հավասարակշռված, լուրջ մարդ է։ Սևակը։ Ես Բելայի հետ կընկերանայի։ Ես Սևակի հետ հաստատ ընկերություն կանեի, մոտ կլինեի իր հետ։ Բելայի հետ կընկերանայի ու իրան կօգնեի, որ ինքը այդ վիճակից դուրս գա, էլի այդ ստրեսներից։ Ով կուզեի Էրիկի փոխարեն խաղալ ֆիլմում։ Էրիկը։ Ինձ էլ էին նմանատիպ հարց տվել, գրել էին, եթե ոչ Ժասմինը, ապա ով, ու ես էլ կպատասխանեմ Արսինեն, Ժասմինը։ Էրիկի հետ առհասարակ կռվում ենք, թե չէ։ Հենց հիմա ես եւ Էրիկը կռված ենք։ Մենք շատ ենք կռվում։ Լուրջ է։ Որ Արթուրեն ստանա հավաքվել ենք, բարձով գիտես ինչքան ենք իրար խփել։ Հետո խնդրում ենք անցնում է։ Եղել է որ բոքս եք իրար։ Կուզենայիք մեկ օր ապրել Սևակի կյանքով։ Չէ, ինձ թվում է, որովհետև բարդ կյանք է ժողովուրդ։ Ապրումները, որպես ընկեր կուզենա իրական կյանքում շատ մոտ լինեի, բայց իր կյանքով չի ուզենա ապրել։ Որն է ձեր ամենամեծ երազանքը։ Երազանքը։ Անձնական։ Սերը որ լինի ամեն ինչ կլինի։ Ես կյանքից բան չի հասկանում, շատ կարևոր բան է սերը։ Մեր երազանքը շատ գումար աշխատել, հարազատներին ամեն ինչով ապահովել։ Լավ չէ, ուզում լիքը երկրներ գնամ փող աշխատեմ։ Որցնանք Մարաշիի պեչենիներն են, շաքարով ուղակի պեչենիներ են, բայց այս մեկը էլ եմ ասում առանց շաքարա։ Ինչ մեկը շաքարով է, թե առանց շաքարի, ես բոլորը սիրում եմ, ուտում եմ։ Ամենաբարդ դրվագը արտասանում էի, ինձ թվում է այդ բոլորը տեսել են, ահա որ քրտնել էի, բանաստեղծություններ կոնկրետ մահվան մասին էր, հա։ Իսկ իմ համար այդ իմ առաջին պորտքումն էր, որ Մերսի հետ խոսում էինք ու ինձ թվաց, որ նամակը ինքն է, այդ նամակները ինքն էր գրում ու այդ Բելայի համար sense կարևոր կետ էր, էլի, կուլմինացիոն կետ էր ինձ թվում, հա, որովհետև մինչև այդ ինքը չէր պորտկացել։ Հաջորդ հարցը 3 կերպար ում ամենաշատն ենք սիրում։ Կարենը։ Ոայ, ես այդ տրիոյին